Բարի լույսի հեռուստատողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, տաղավարում են Սուրեն Արուստամյանը եւ Սոնա Սաֆարյանը, բարձր տրամադրությունը Արևը եւ Գարունը։ Այո, բարի լույսի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV-ի եթերում եւ մենք առաջարկում ենք, որ վերցնեք ձեր առավոտյան սուրճը, հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ շատ հագեցած եթեր։ Եվ իհարկե թերթենք պատմության էջերը եւ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են եղել եւ ովքեր են ծնվել այսօրը։ Այո, այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ծննդյան օրն է։ 1996 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 97 թվականից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում պրոֆեսոր Մուսինի դասարանում։ 95 թվականից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժոր, 97 թվականին Երևանի կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր։ 1997 թվականին հանդես եկել Մեծ Բրիտանիայի Այդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում, 2001 թվականին դարձել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը։ 2001-2002 թվականներին բեմադրել է Բիզեի Կարմեն եւ Բելինիի Նորմա օպերաները, որոնք 2003-ին բեմադրել են նաեւ Մոսկվայի մեծ թատրոնում։ 2002-ից 2003 թվականներին Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Չայկովսկու Օպրինչնիկ եւ օպերան եւ 5 համերգով հանդես եկել Կալիարիում։ 2005 թվականին Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Արամ Խաչատրյանի Գայանե բալետը, 2006 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ բացել է 11-րդ միջազգային երաժշտական Օլիմպոս փառատոնը։ Այո, եւ շարժվելով առաջ մարտի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է։ 30 թվականին Պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ, բայց Շիրազի երազանքը բանվորի էջերում լինելն էր։ Հեռու չէր նաև այդ օրը, իսկ հետո ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։ Հովհաննես Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ, սակայն ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև, ինչպես ինքն է նկատում, Պատանու բանաստեղծությունները Իրանի Վարդաշատ քաղաքի Շիրազի վարդերի բուրմունքն ունեին։ 1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը Գարնանամուտ վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողները դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարներ, ձեռքից ձեռք է անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում եւ լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։ Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրություն ու ազգապահպանման պատգամն է դառնում աշխարհասփյուր հայության սրտում։ Դրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով, ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի Քնարի անգին գոհարը, բիբլիական պոեմը։ Ասենք որ Շիրազը հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում եւ իհարկե մեր արևբացիկներում ներառված է Շիրազի ամենահայտնի բանաստեղծության ամենահայտնի խոսքերը, որը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր նա, իսկ մենք գիտենք, թե Շիրազի համար իր մայրը ինչ բարձրագույն արժեք է եղել եւ ինչքան է փառաբանվում նրա պոեզիայում։ Այո, մեծ էր եւ անգին։ Եվ շարժվելով առաջ, իհարկե այսօր նաեւ հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամ Իսահակյանի հիշատակի օրն է։ 1958-ից 2002 թվականներին Արամ Իսահակյանը տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում կինոնկարների ու թատերական ներկայացումների համար։ Արամ Իսահակյանն ավելի քան 10 տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է Ծիծաղի տուն երգիծական հաղորդումը։ 1982 թվականից հանդիսանում էր Ոզնի շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Եվ իհարկե շատ են Արամ Իսահակյանի մտքերը արտահայտած, որոնք թևավոր են դարձել վաղուց եւ մի քանիսը առանձնացրել ենք, հա։ Պարոնները շատ են, իսկ Պարոնյանը մեկը։ Գրանցվելու եմ Գինեսի գրքում 55 տարի նույն կնոջ գրքում։ Սիրո պահանջը, երբ վերանում է, մարդը ծերանում է։ Համեստորեն խնդրում եմ չգովել ինձ, որովհետև ինչքան էլ գովեք, քիչ է։ Եվ իհարկե ամենահայտնին հարգանքներով իսկական Արամ Իսահակյան։
Այո, շատ թևավոր են այս խոսքերը, մինչև այսօր էլ իհարկե բոլորի շուրթերում են, իսկ մեր շուրթերում այս պահին ոչ միայն այն փառաբանումն է, որը ներկայացված է մեր մեծերին, այլև նաև խոհանոցային փառաբանումը, որովհետև միշտ մեզ մոտ խոհանոցում եռուզեռը շատ է եւ պատրաստվում են համեղությունները։ Շնորհիվ մեր Ադրինեի, բարի սիրելի Ադրինե, բարի սիրելիներս, իսկապես եռուզեռը շատ էր այստեղ։ Բարի առավոտ, բարի արև իմ թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այս պահին ուզում եմ ներկայացնեմ օրվա բաղադրատոմսը, որը բաղկացած է էլի վիտամինային, այսպես գեղեցիկ փունջով, այսօր աղցան եմ ձեզ ուզում առաջարկել։ Հուսով եմ գրի կառնեք եւ օրվա ընթացքում կամ մոտակա օրերին կպատրաստեք։ Այն շատ ձմեռային է, դեռ այսպես կարելի է ասել, ճիշտ է, արդեն մուտք են գործել գարուն, բայց ինքը մի փոքր ձմեռային, այսպես մթերքներով է պատրաստվելու։ Ինչու ձմեռային եմ ասում, որովհետեւ հատիկեղենը հատկապես օգտագործում ենք ձմռանը եւ այստեղ ունենք կարմիր լոբի, բայց այնուամենայնիվ այս ընթացքը մինչ արդեն ամառ կարող ենք մենք դեռ օգտագործենք այս կարևոր վիտամինային խումբը, հատիկեղենը, որը շատ հարուստ է պրոտեինով, ինչու եմ սա շեշտում ձմեռային, որովհետև մեզ ձմռան շրջանում շատ անհրաժեշտ է պրոտեին եւ ընդհանրապես, բայց այս շրջանում հատկապես։ Դե անցնենք առաջ ներկայացնեմ մյուս բաղադրիչները, ինչ է մեզ այստեղ անհրաժեշտ։ Մեզ պետք է ուրեմն եգիպտացորենի հատիկներ, կարմիր լոբի, խաշած վիճակում է արդեն այն, այստեղ ունենք մարինացված սունկը, մեր անպայման ուզում եմ այս աղցանի մեջ օգտագործել, այսինքն բաղադրատոմսի մեջ ներառված է սունկ, որ տարբերակով դուք կօգտագործեք ձեր ընտրությունն է, մենք ունենք այս հրաշալի տարբերակը, որը ներկայացնում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը լայն տեսականի ունի եւ այս սունկը մարինացված այդ տարբերակներից մեկն է։ Այստեղ ունենք կարմիր մեկ պղպեղ, ունենք շալոտ տեսակի սող, շալոտը հաճախակի այդպես է կոչվում այս գույնի սոխը, շալոտ, շատ գեղեցիկ անուն է եւ իհարկե ես շատ եմ սիրում, այն հատկապես օգտագործվում է աղցանների մեջ, այսինքն գերադասելի է օգտագործել աղցանների մեջ։ Այստեղ ունենք մաղադանոս եւ ունենք կանաչ սող։ Այս գեղեցիկ հավելումը շատ համեղ է ստացվում եւ համապատասխան են շատ այս բաղադրիչները միմյանց եւ իհարկե մի քանի համեմունք ենք օգտագործելու։ Այս պարագայում ունենք խմելի սունելի, մի փոքր սխտորի փոշի, բնականաբար կարմիր սև պղպեղ ենք օգտագործելու, այսպես ընթացքը ցույց կտա։ Հիմա ես պետք է անցնեմ գործի, այսինքն ամենաառաջին հերթին կսկսենք գործը պղպեղից, պղպեղը պետք է մանրացնենք, մեր սունկը պետք է կտորների վերածենք, մնացած բաղադրիչները արդեն համարյա պատրաստի վիճակում են, միայն պետք է միախառնել եւ բնականաբար կանաչի սող կտրատելն է, դա ընթացքում միասին կանենք։ Հիմա ես անցնեմ իմ գործին, ահա ինձ պետք է մի հարմարավետ դանակ, որը ներկայացնում է Տրամոնտինա բրազիլական բրենդը, շատ թեթև, գեղեցիկ, մաքուր, էկոլոգիապես մաքուր եւ խոհանոցում շատ անհրաժեշտ իրեր, որոնք շատ թեթև են եւ այսպես հասանելի բոլոր տնային տնտեսուհիների համար կարեւոր այսպես բաղադրիչ մաս։ Եվ այսպես անցնեմ առաջ, մաքրենք մեր պղպեղի միջուկը եւ իհարկե սկսենք կտրատել։ Կտրատելու ձևը սիրելիներս ըստ ճաշակի կցանկանաք խորանարդի կտորների վերածեք, ապա ոչ կարող եք երկարավոր շերտեր անել, ոնց դուք եք ցանկանում։ Ես էլ ընթացքում կհասկանամ, որ տարբերակն եմ ընտրում ու կառաջնորդվենք այդպես։ Երևի փոքրիկ կտորների կվերածեմ, որովհետև կցանկանամ, որպեսզի մյուս բաղադրիչների հետ համահունչ լինի։ Քանի որ լոբին փոքրիկ է, եգիպտացորեն փոքրիկ է, ավելի փոքր կտորներ կանեմ ես, թե պղպեղը եւ թե սունկը։ Այսպես։ Ես բոլոր այս սպիտակ հատվածները, երակները, այսպես ասած, հեռացնում եմ, որպեսզի աղցանի մեջ ավելի գեղեցիկ տեսք ունենա մեր պղպեղը։ Այսպես, սակայն յուրաքանչյուր փոքրիկ մաս պղպեղի, ինչը վերաբերվում է մթերքին, շատ կարևոր է, վիտամիններով հարուստ։ Կարմիր պղպեղի մասին ասեմ, որ ամբողջությամբ վիտամին C է, ամբողջությամբ պետք է հաճախակի օգտագործել
Այնպես որ շատ կարևոր բաղադրիչ է պղպեղը։ Հատկապես կամած արդեն եղանակը բացվելու է, բոլոր մթերքները, այսպես ասած, իրենց շունչն են ստանալու եւ կարող ենք շատ առատ եւ ճոխ օգտագործել։ Խնդրեմ։ Ողջույն Սուրեն ջան։ Դու նորից անցել ես գույներին, ինչը շատ գեղեցիկ է, կարմիր, կանաչ, դեղին, անպայման եւ մանուշակագույն։ Այո, ես գիտեմ, որ դու լոբի այնքան էլ չես սիրում, ես դրա մասին տեղյակ եմ, բայց այս աղցան շատ համեղ է, եթե ցանկություն ունենաս, բնականաբար կփորձես, իսկ եթե չես ուզի, դե հատիկավոր է, կարելի է մի կողմ թողնել։ Ինչ որ դու ես պատրաստում, շատ համեղ է եւ բնականաբար փորձել անպայման պետք է։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, հաստատ, ես կարծում եմ քեզ դուր կգա։ Ես կարծում եմ եթե կտրատեցինք, process-ը շատ երկար չի։ Չի, process-ը երկար չի, սիրելիս, ես պետք է պարզապես սունկը կտրատեմ, կանաչեղենը, սոխը եւ այս բոլորը միախառն ենք։ Այո, իրականում մենք ճիշտ է փուլ առ փուլ ցույց կտանք, բայց շատ արագ պատրաստվող աղցանի տարբերակ է, հատկապես եթե պատրաստի արդեն կա խաշված լոբին, այնպես որ շատ հեշտ պատրաստվող աղցան է, բայց օգտակար։ Բայց օգտակար, սա շատ կարևոր է։ Իսկ այս պահին կլինի կարճատև դադար, արդյունքն հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար, բարի լույս, եւս մեկ անգամ բոլորին շարժում ենք առաջ եւ Սոնա տանցնելով իհարկե այս հրաշալի առավոտյան տրամադրության մեջ չմոռանանք ամենակարևորի մասին, որ այստեղ Հայաստանում յուրաքանչյուր վայրկյան արարվում եւ ներկայացնում է մի հետաքրքիր իր տեսակ, ձև, որը դառնում է գույն պատկեր եւ դառնում է մի հրաշալի իրադարձություն յուրաքանչյուրիս համար, ինչը դառնում է ամենակարևորը հայկական։ Այո, եւ մենք հատուկ ունենք առանձնացրած էջ ես հայկական եմ, որը նպատակ ունի խթանելու այն բոլոր արտադրողներին, ովքեր գործում են այստեղ Հայաստանում, եւ պարբերաբար անդրադառնում ենք այս էջի շրջանակում հայ ստեղծագործողներին եւ հայ արարողներին։ Հիմա եւս բացառություն չէ, ծանոթանանք ու վերադառնանք։ Այս պահին գտնվում ենք Գյումրիքների ծննդավայրում կամ Արսեն Վարդանյանի արվեստանոցում։ Գաղափար որպես այդպեսին չի եղել ստեղծել նախագիծ, ինքը մեր կյանք շատ միամիտ է եկել 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, երբ որ ես մարզի դաշտից հետ եկա, որպեսզի բացասական ընտանիքի անդամների վրա չտարածեմ, սկսեցի աշխատանոցում տարբեր գործեր անել ու օրվա ընթացքում մի հատ մարդուկ ստացանք։ Մենք մեր Գյումրիկները հասցրեցինք արտադրական այն աստիճանի, որ ցանկացած մեկը երբ որ կմտնի նոր բան պատվիրելու 5-ից 12 վայրկյան պետք է սպասի, այսինքն վայրկյանների մակարդակի։ Հիմնականում մամաները անդադ մեզ հետ կկապվեն, էլի։ Այդ ինչ որ մնացած բոլոր պրոդուկտները ստեղծում են, ըստ նաև մուլտֆիլմի ինչ որ գաղափարը մենք թեթևնպես ինչ որ իմպուլս փոխանցել ենք հասարակությանը, այսինքն ստիկերներից հետո, որոնք որ հիմնականում մուլտ կերպարային տեսքով էին ներկայացված, այսինքն ինչ մտքի է գետե ունենանք մուլտֆիլմ, իհարկե մուլտֆիլմ ստանալը ինքը բավական ծախսատար եւ թանկարժեք բան է, բայց ինչ որ չափով արդեն պատկերացումներ, սցենարային մոդեցումներ եղել է, էլի։ Մենք վերցրեցինք այդպես զրոյական ռեսուրսներ, այսինքն ինքը իրանից 0 դրամ ռեսուրս կներկայացներ, փողի ծախսման կարիք չունես եւ դրով կարելի է մարդկանց օրինակ ցույց տալ, որ ինչ-որ բանից կարելի է սկսել։ Իրա կուլմինացիաներից մեկը եղավ Գյումրիում ունենալ անեկդոտների պատ։ Քաղաքի հրապարակի կենտրոնում գլխավոր ճարտարապետը առաջարկեց, որպեսզի պես տեսանելի հատվածում է անել։ Քանի որ հիմնական այցելողները մեր քաղաք ռուսալեզու, անգլալեզու են, իհարկե այլ լեզուներով շփվող մարդիկ եւս կան, բայց գերակշիռ մասը երկու լեզուներով է։ Մենք որոշեցինք անեկդոտները ներկայացնել 3 տարբերակով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն ձևաչափով։ Խցանները, որոնք որ պարզապես 1 հատ, 2 հատ բնության մեջ ներված են, ինքը տեղ տեսք ունի։
ու Սլովենիայում ես տեսել էի համաշխարհային ռեկորդը խծաներով խճանկարի, ինքը 500,000 օրինակով ընդամենը ռեկորդի բան էին դարձել, տեխնազոր էին դարձել ու հաղթել են ռեկորդը։ Այսօր պարզ աչքով կնայես կզեմ այդ 500,000 ինչ էր, սպասեք տեսեք Հայաստանում քանի հատ կարելի է հավաքել։ 2013 թվականից սկսեցինք, սկիզբը շատ դժվար էր, այսինքն որովհետև հասարակությունը դեռ պատրաստ չէր մնացած, ու նաև մի հետաքրքիր բան տարավ, որ այդ տեսակավորում մնացած բառերը մեզ համար ավտոմատ ինքը չբերվավ ներդրվավ ներքենք։ Այսինքն մենք մեզնով զգացինք, որ սիկ արդեն տեսակավորման process-ի մեջ ենք, մենք անկախ այդ բառերից։ Երբ որ փոքր առաջի օրինակը երեցինք, մտածեցինք, որ բերեք պատմական միջուկը չմնասենք։ Այսինքն իրան միշտ են շրջանագի տեսքով, երբ որ ինչ-որ բան աշխատանք կստանաս, ցանկացած պատի վրա ինքը փակցվեց, իհարկե քաղաքապետարանի համապատասխան բաժնի թույլտվությունը ստանալուց հետո, օրինակ խծանների աշխատանքներին մեզի նաև կօգնեն digital գիտելիքներ ունեցող մարդիկ, համակարգչային որոշակի հմտություններ ունեցող մարդիկ, որոշակի պատկերներ պիքսելավորենք, ամեն պիքսել նշանակություն է, այսինքն մեկ խծանի տեսք, ու ցանկացած մարդու պատկեր, այլ բնապատկեր կարելի է իրան դարձնել խծաններով խճանկարների աշխատանքներ։ Այո, հայկական եմ, ես հայկական եմ, հա, սա շատ կարևոր է, երբ հենց այդ բանը կա, այդ սլոգանը, ինչպես ասում են, եւ ես սիրում եմ միշտ կրկնել Made in Armenia, եթե յուրաքանչյուր տեղ ինչ-որ բան տեսնում եմ հենց այդ տեսակի մեջ։ Եւ հայկական է այն ամենը, ինչ արտադրվում եւ ներկայացնում է հայոց լեռներում ու հայոց լեռների պտուղներից։ Իջևանի գինու գործարանը մշտապես ներկայացնում են քաղցրամու հրաշալի գինիները, որոնք հասանել են յուրաքանչյուրիս համար եւ ոչ միայն գինիներն, այլ կոմպոտների համեղ ու լայն տեսականին։ Այո, եւ գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների մեծ տեսականի, ինչպես նաեւ անարատ կաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Արևի ջերմությունը կա, իսկ արևից պետք է նաեւ ստանալ էներգիան, ինչը ապահովում է մեզ Solar Center ընկերությունը, տեղադրելով արևային համակարգեր, դուք կունենաք արևային էներգիա եւ իհարկե կջերմացնեք ձեր բնակարանները։ Չմոռանանք, որ Solar Center-ն առաջարկում է 0% տոկոսադրույք, 0% կանխավճար, իսկ ցանկության դեպքում առաջին 3 ամիսները վճարում է հենց ինքը։ Իսկ բրազիլական Tramontina բրենդը, որը վաղուց հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար, արդեն հասանելի է նաև հայ սպառողին։ Tramontina ապրանքանիշը ունի բազում խոհանոցային պարագաների տեսականի, որոնք կերակուր պատրաստելը դարձնում են հաճելի եւ հարմարավետ։ Tramontina բրենդի բարձրորակ ապրանքատեսականին կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Դե, քանի որ տոները դեռ շարունակվում են, որտեղ հայտարարված է այն միամսյակը, որ նվիրված է գեղեցիկ սեռին, եւս մեկ անգամ օգտվելով արդիճ շնորհավորենք բոլորին եւ առաջարկենք ելի շատ գեղեցիկ շնորհավորական կերկ, որը վերջերս ներկայացվեց հանդիսատեսի դատին ու շատ սիրվեց։ Այո, Թաթա Սիմոնյան մարտի 8 երգի եւ երաժշտության խոսքերի հեղինակը հենց Թաթան է, իսկ տեսալվակի ռեժիսորը Վահեն Հարությունյան։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց, ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառակենաց, ու ամեն տարի կանանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս
սիրելու եմ միշտ Դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ Ձեր գրկում կյանքս գլորվեց գնաց Ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց Բայց եթե չլիներ մայրը Չեր լինի ծառը կենաց Ու ամեն տանի կանանը Ավելի կոնկրետ մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց նոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, այսօր շատ համեղ աղցան եմ ձեզ առաջարկում, հուսով եմ մինչ այս պահը մեզ հետ էիք, իսկ եթե ոչ կան մարդիկ, որ հենց նոր են միացել, ես ասեմ ինչ ենք պատրաստում, համեղ աղցան, հարուստ վիտամիններով, հատկապես պրոտեինով, որովհետև այստեղ ունենք կարմիր լոբի խաշված տարբերակով արդեն, ուրեմն մեզ ինչ է անհրաժեշտ, մեզ պետք է խաշված լոբի, եգիպտացորենի հատիկներ, մենք այստեղ ունենք մարինացված սունկ, որը արդեն ես պետք է կտրատեմ, այստեղ կտրատել եմ արդեն կարմիր պղպեղը մեր թասիկի մեջ եւ իհարկե ունենք կանաչի մաղադանոց, կանաչ սող, ունենք շալոտ տեսակի սող եւ իհարկե կիտրոն, վերջում պետք է կիտրոնով համեմենք ու համեմունքներով Համեմունքներից ընտրել եմ հատկապես սխտորի փոշի եւ խմելի սունելի, կարմիր սև պղպեղ դա ընթացքում։ Հիմա անցնեմ առաջ, ինչ պետք է անել, պետք է այս գեղեցիկ սնկերը կտրել 4 մասի, բաժանել 4 մասի։ Եթե չունեք մարինացված տարբերակը, սիրելիներս, պարզապես թարմ տարբերակը կարող եք օգտագործել։ Իմիջիալոց նշեմ, կարող եք եւ տապակված այն օգտագործել եւ կարող եք հում վիճակում օգտագործել։ Իմիջիալոց որոշակի մթերքներ կան հում վիճակում ավելի օգտակար են, քան եփված տարբերակով եւ այդ թվում նաեւ սունկը։ Եթե կարողանաք հում օգտագործել, շատ ավելի պայծառ, այսպես ասած։ Ահա։ Փոքրիկ սնկերը իհարկե ես 2 մասի կբաժանեմ, իսկ մեծ սնկերը կբաժանեմ 4 մասի, որպեսզի մեր մյուս բաղադրիչների հետ եւ համահունչ լինի եւ ուտելիս հարմար լինի։ Ասեմ, որ աղցանը հեշտ պատրաստվող է, մատչելի է, այնքան էլ շատ գումար պետք չէ այս աղցանը պատրաստելու համար, սիրելիներս, յուրաքանչյուր մթերքից, բաղադրիչից փոքր, եթե այսպես կարողանանք ձեռք բերել, այնքան շատ գումար չի խլի, բայց հակառակը ծավալը բավականին մեծ կստացվի, որովհետև տեսեք բազմաթիվ այստեղ բաղադրիչներ կան, որոնք արդեն իսկ այսպես ասած առատություն կապահովեն։ Այսպես, ավելացնում եմ սունկը մեր գեղեցիկ պղպեղի կողքին,
գունային համադրությունն էլ շատ գեղեցիկ կլինի եւ իհարկե գարնան այն շունչը, այն արևը, որին այսքան սպասել ենք, այսքան սիրում ենք բոլորս, պետք է աղցանի միջոցով եւս վայելենք։ Ահա սիրելիներս, ինչու ոչ կարելի է այս պահին ավելացնել այս երկու հատիկեղենը, այսինքն լոբին եւ եգիպտացորենի հատիկները, մնացած բաղադրիչները քիչ ավելի ուշ ես կկտրատեմ, որպեսզի ելի միասին շարունակենք աղցանի պատրաստումը, ահա տեսեք որքան գունեղ եւ գեղեցիկ է մեր աղցանը հենց այս պահին դեռ ոչ խառնված վիճակում։ Սիրելիներս, այս պահին կլինի դադար, դուք մնացեք մեզ հետ, հետո միասին կշարունակենք։ Բարի վերադարձի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը եւ այս տարի արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նշեց իր 10 եւ համանուն հանդեսի 5 ամյակները։ Այս տարիների ընթացքում հանդեսն անդրադարձել է հայ մեծերի վաստակաշատ անձանց։ Նկարահանվել է ֆիլմ նվիրված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին։ Արվեստագետի հերթական համարը նվիրված է լինելու եւ պատրաստվում է Վահան Տերյանի 140-ամյակին։ Եվ այս առիթով մեր հյուրն է արվեստագետ կրթամշակութային կենտրոնի պատվավոր նախագահ Իվան Անտոնյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Փոքր խոսենք արվեստագետի մասին։ Արվեստագետ հանդեսի։ Այո, արվեստագետ հանդեսը դե 5 արդեն իսկ 6-րդ տարին է, որ լույս է ընծայվում, սկզբից եղել է թերթի տեսքով, այնուհետև մամուլներով ավելացել է, դարձել է հանդես, որպես հանդես եւ ներկայացնում է մեր հայ մեծերին ահավասիկ մենք տեսնում ենք նաեւ Երվանդ Ղազանչյանին նվիրված, Լեմս Ներսիսյանին նվիրված, ունենք այստեղ Թումանյանի որդեգիրներից Արշակ Թումանյանին նվիրված եւ առհասարակ ունենք Հովանես Չեքիջյանին, Տիգրան Մանսուրյանին, Ռուբեն Մաթեոսյանին, տարբեր այսպես անդրադարձ եղել է, հանդեսը 40 էջ է, որից 30-ը առհասարակ նվիրվում է էջերը նրանց, ովքեր մեծ ավանդ ունեն եւ ներկայացվում են շապիկով ու նվիրված է նրանց։ Ինչպես եք ընտրում արվեստագետներին, որոնք իհարկե արդեն տեղ են գտնում իրենց կենսագրականով կամ պատմություններով արվեստագետում։ Ընտրության հարցում մենք հայերս հատկապես պակասություն չունենք, քանի որ մեր մեծերը այդքան էլ քիչ չեն։ Այս վաստակավոր անձանցում էլ անդրադառնանք, նրանք արժանի են, որ ներկայացվեն, որովհետև նրանց անցած ճանապարհը ուղենիշ է, ուղեցույց է մեր գալիք սերունդների համար եւ առհասարակ ապրողներիս համար եւ առհասարակ այսօր ուսանողության համար, մեր դպրոցականների համար։ Եվ հետաքրքիր է, կարելի է մի օրինակ ինձ տակ, անդրադարձը ինչպես է արվում, կենսագրություն է, ստեղծագործությունների պատմություն է ներկայացված։ Բոլորը, ինչը վերաբերվում է։ Ունենք վերլուծություններ, ունենք գրախոսություններ, կենսագրական իր անցած ճանապարհի, տվյալ արվեստագետի խոսքերը։ Նաև նկարներ կան ներս։ Նաև անցած տարիներից արժեքավոր նկարներ, դրանք արխիվային են, թերթերից անդրադարձներ, այսինքն էլի կրկին մեծությունների հետ, որ հանդիպում են, առերեսվում են կարդացողները։ Իսկ ունեք հակառակ կապ կարդացողների հետ եւ ինչ արձագանք կա կարդացողների։ Մինչև այսօր դրական են եղել արձագանքները, եղել են նաեւ առաջարկություններ, որը սիրով ենք ընդունում, այսպես, բայց մեծ իմաստամբ դրական են եղել։ Շատ լավ, անդրադառնալով նաև արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությանը, ինչով է զբաղվում, ինչ գործունեություն է ծավալում, բացի իհարկե ամսագրից։ Բացի ամսագրի հրատարակումը, լույս ընծայումը արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը այս անցած 10 արդեն 11-րդ տարիների ընթացքում բուրըն ստեղծագործական գործունեություն է ծավալում, քանդակներ ենք տեղադրում հանրապետության տարբեր վայրերում, պետական կառույցների հետ թույլտվությամբ նաև այս օրինապահությունը, այս օրենքի կետն էլ նաև հաշվի ենք առնում, յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր նախաձեռնություն նախ մեր խորհրդի կազմով է անցնում, որոշում է ընդունվում,
նոր շարունակում ունենք մեր անվանի արտիստ Մեհեր Մկրտչյանի Կիսանդրին, Գյումրու թատրոնի Մեհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի նախասրահում Համլետ Ջանինյանն է, կրկին Համլետ Ջանինյանի ստեղծագործությունը Ռոզա Մխիթարյանի Կիսանդրին, որը Տավուշի մարզպետարանի հետ համատեղ տեղադրել ենք իր ծննդավայրում եւ ասեմ, որ եզակի դեպք է, որ ժողովրդական արտիստուհու իր կյանքի ներկայության ընթացքում է արվել, սա էլ բացառիկ դեպք է, իսկ Մեհեր Մկրտչյանն է դեռ 2018-19-ին էր մշակույթի նախարարության հետ համատեղ ունենք գրքեր, նաև գրքեր ենք հրատարակում Սոս Սարգսյանին նվիրված գրքեր ունենք հատորներ, հիմա նաև ուզում եմ ներկայացնեմ, որ վերջերս լույս ընծայվեց նաև անպարտելի հրամանատարը ապարանի Ռազմիկ Պետրոսյանի անցած հերոսական ճանապարհի մասին եւ ասեմ, որ մեր սերունդները նաև կրթվում են այսպես ոչ միայն մշակույթով, նաև մեր ռազմական մեծ գործիչների թողած ավանդով, այսինքն կարդացողը կարող է իմանալ, որ իր հող ու ջրից թանկ ոչինչ չունի եւ հենց այդ հող ու ջրից է բխում մեր մշակույթը, պատահական չէ, որ մենք հայերս նույնիսկ օտար ափերում նույնիսկ հողեր կորցնելու ժամանակ, նույնիսկ մեր պարտությունների ժամանակ թողել ենք սեպագիր մեր արձանագրությունները, թողել ենք ահավասիկ վկայությունները, մեր խաչքարերը, համր վկայությունները պատմության, մեր տառերը եւ նաեւ այսպիսով ենք ուզում մի ինչ-որ ձեռագիր, մի ինչ-որ ձևով ներկայացնել մեր սերունդներին։ Կա նաեւ ֆիլմ եւ ֆիլմաշար ունենք, Լոռու արվեստագետներ ֆիլմաշարը, ես այդ ֆիլմաշարը ուրեմն երազով եմ տեսել, ճիշտ է մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, բայց դեռ այն տարիներին, երբ դերասանական արվեստը ավարտեցի, կինոռեժիսուրա է տալիս, ինձ հարց ուղղեցին, որ ասենք ավարտել եք այդ Լոռիում ինչ եք անում, ես դեռ փոքր ժամանակվանից մայրիկիս ասում էի, մայրիկիս խոստացել է, որ մի ինչ-որ բան պիտի անեմ։ Եվ այս ամենը երազի տեսքով ինձ տրվեց շուրջ 10 տարի առաջ եւ Ֆորտունա հեռուստաընկերություն այցելեցի, մեր մարզային հեռուստաընկերություն, այնտեղ ինձ օգնեցին եւ շուրջ 40 ֆիլմ է նկարահանվել, ներկայացվում է լոռեցի արվեստագետների, նաեւ լոռուց դուրս ապրող վաստակաշատ արվեստագետների կյանքը եւ գործունեությունը, նաեւ Երևանում է ցուցադրվել, նաեւ հեռուստաընկերություններով անդրադարձել են մամուլի տարբեր միջոցներով, հայ մեծերի խոսքերը կան տպագրված, հայ մեծերի ելույթները կան, որ շատ լուրջ արարք է կատարվում մշակույթի մեջ եւ շարունակելու եմ այնքան, ինչքան որ կյանք ունեմ ու ապրում եմ եւ ծառայելու եմ։ Այս է իմ պատգամը։ Հայտիներին անդրադառնալուց հետո իրենց անձամբ ներկայացնում եք աշխատանք ովքեր որ ողջ են, օրինակ Մանսուրյանի մասին ասացիք, որ անդրադարձ կա։ Ինքը տեսել է ձեր անդրադարձը, գիտի միանշանակ կա, նաեւ համացանցում կա տեղադրված, որ իր շնորհակալական խոսքն է ասում, որ շատ հետաքրքիր է ստացվել եւ նաեւ մեր Տիգրան Մանսուրյանն էլ է մեր խմբագրական խորհրդի անդամներից, հիմա այդքան շատ չեմ զբաղացնում իրեն, որովհետև հաշվի ենք առնում մեր մեծերին, իրենց տարիքը, բայց իր շնորհակալական խոսքն էլ է ասել Տիգրան Մանսուրյանը։ Արխիվում կան արդեն անդրադարձեր, որոնց պիտի արդեն տպագրական փուլում են եւ պիտի ներկայացվեն ընթերցողին, ովքեր են։ Ինչպես մեր հարգելի հաղորդավարուհին ասաց, հիմա մեր Ջավախ հայրենակցական միության նախագահի հետ միասին ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ իր աջակցությամբ, իր նախաձեռնությամբ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված ամսագիր ենք սկսել, որ պատրաստենք եւ ասենք բարի ընթացք, որ նաեւ միջոցառում անենք Լոռիում։
Շատ լավ, մենք մաղթում ենք բարի ընթացք եւ հաջողություններ եւ ձեր գործունեությանը եւ ամսագրին եւ ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Պուր Կարբո կարմիր չոր գինի, որպեսզի ցանկացած հաղթանակ նշվի կարմիր գինով եւ իհարկե պսակվի հաջողությամբ միշտ սա ձեզ եւ մեր հովանավոր գործընկեր Տրամոնտինա բրազիլական ընկերությունը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, որոնք թեթևացնում են խոհանոցում մի փոքր հոգսը եւ այս փոքրիկ խոհանոցային նվերը նույնպես ձեզ։ Շնորհակալություն, Խայամն ասում է գինի խմիր, լավ ընկերոջ հետ խմիր։ Այնպես խմիր, որ խմելդ չիմանան։ Այս է կյանքը մեռած թե ողջ, լավ խմիր։ Հաստատ լավ ընկեր կգտնեք ձեր կողքին եւ նրա հետ կբացեք այս շիշը եւ միանշանակ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար հիմա մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ ողջույններ, ջերմագին ողջույններ սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք համեղ աղցան, արդեն բավականին աշխատանք ենք կատարել, ահա տեսեք այս ամանի մեջ մենք ունենք կարմիր լոբի, կարմիր պղպեղ ունենք, սունկ ունենք, եգիպտացորենի հատիկներ եւ հիմա պետք է ավելացնենք մյուս բաղադրիչները, իսկ մյուս բաղադրիչներից են ուրեմն կարմիր սոխը, շալոտ տեսակի սոխը, որը կիսալուսնաձև պետք է կտրատենք, այսպես, շատ գեղեցիկ եւ այստեղ մեզ օգնության է հասել այս հրաշք սուր դանակը, Տրամոնտինա ուրեմն բրենդի բրազիլական իմիջայլոց բրենդի այս ընտիր դանակը, որը պարզապես հոգսերը թեթևացնում է խոհանոցային, էլ ասելու չէ, ահա շատ բարակ, ինչ չափի ուզեք, այս սրությունը ապահովում է, ինչ չափի, ինչ բարակության, ինչ ձևի ուզեք, կտրատում է այն, շատ հարմար եւ գեղեցիկ, ահա, այսպես, իմիջայլոց հիմա այս պահին ես ուրեմն սոխը, այս պահին սոխը այսպես ձեռքով կտրորեմ, որպեսզի առանձնացնեմ իրարից, ինձ Տիգրանը ինչ-որ բան է հուշում, որ ես չեմ կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը, բայց ես հիմա ավելացնեմ ու լաց եմ լինելու, սոխը շատ կծու էր, ավելացնեմ սոխը այստեղ, իսկոպե ժողովուրդ, ես ինչ կծու սոխ էր, վայ, եւ իհարկե կանաչիները կկտրատենք, կանաչիներից մենք այստեղ ունենք կանաչ սոխ եւ ունենք մաղադանոց, միասին, հենց իրար հետ միասին այսպես կկտրատենք եւ կավելացնենք մեր աղցանին։ Շատ համեղ աղցան է, սիրելիներս, անկեղծ եմ ասում, որովհետև շատ հարուստ է համերով եւ իհարկե շատ հետաքրքիր է, իրեն գույների համադրությունը ես կարծում եմ շատ լավն է, այնպես որ հաստատ պետք է փորձել։ Սուրեն, գիտես, ես լաց եմ լինում։ Ինչի՞, սոխ ես կտրատել։ Որովհետև սոխ եմ կտրատել, այո։ Պետք չի հուզվել, ես հիմա տեսնում եմ։ Ես շատ հուզվեցի աղցանը պատրաստելիս, այդպես ստացվեց։ Ադրինե ջան, մի հուզվիր, բայց ես գիտեմ, որ կան լայֆ հակեր, հա, սոխը կտրատելու, որ չեն լաց լինում։ Ես էլ գիտեմ, նախ ամենաառաջին հերթին ասում են, եթե սոխ ես ուզում կտրատես, պետք է դանակը դնես սառցախցիկում, մի կես ժամանա, այնուհետև շատ արագ կտրատես, այդպիսի բաներ են ասում։ Հետո կարող ես մի քիչ պարզապես սոխը թողնել ջրի մեջ, հետո կտրատել, կարող ես սուլել կտրատման ընթացքում, ասում են, չես ուզվի, այդպիսի բաներ են ասում։ Ես իրականում այդքան չեմ փորձել այդ տարբերակները, սակայն այդ սառցախցիկի պահը աշխատում է։ Եվ այսպես արդեն կտրատեցինք, կավելացնենք նաև մեր աղցանի վրա։ Ես հասկացա, որ դու եկար թասիկս այս կողմ բերեցի։ Ես հասկացա։ Ակնարկը հասկացա, իհարկե կանաչին ենք ավելացնում։ Այսպես։ Շատ ես նշեցի, որ այն մի փոքր ձմեռային աղցան է, բայց գունային համադրությունը հաստատ գարնանային է, սա էլ նշենք, շատ այսպես արևոտ, գեղեցիկ, թարմ տեսք ունեցող աղցան է։ Այ այսպես, դու ոչ մի բան չես նկատում։
Օ։ Ես առաջին անգամ քո նվիրած նվերը կրում եմ այսօր եւ շատ հիացած եմ նրանով, ինչի համար էլի շատ շնորհակալ եմ։ Այսպես հրաշքներ են կատարում մարդու կյանքում, որ անմոռանալի են։ Մերսի Սուրեն ջան։ Քո յուրաքանչյուր հարցում պատրաստածը մեզ համար անմոռանալի է եւ հրաշք է։ Քեզ շնորհակալություն Ալթինե ջան։ Մենք կտրատեցինք, ամեն ինչ լցվեց եւ խառնելու process-ն է, բայց մինչ խառնելը բնականաբար պետք է համեմենք այս համեղ աղցանը։ Իհարկե ես ասել եմ, որ պետք է խմելի սունելու օգտագործենք, մենք պետք է այստեղ սխտորի փոշի օգտագործենք, կիտրոնի հոտ, աղսև, պղպեղներ, այսպես բազում, ուրեմն ավելացնելու բաներ դեռ ունենք եւ ուզում եմ թողնեմ այդ ընթացքը քիչ ավելի ուշ, եթե այդպես կստացվի, այո։ Եվս մեկ անգամ կրկնենք բաղադրիչները, թե ինչ է մեզ պետք է կարմիր լոբի խաշված տարբերակով եգիպտացորենի հատիկներ, սունկ, կարմիր պղպեղ, մաղադանոս կանաչ սոխ, շալոտ տեսակի սոխ, սոխը ըստ ընտրության ցանկության, ըստ ճաշակի եւ իհարկե արդեն սոուսը ավելի ուշ կպատրաստենք եւ կմիախառնենք։ Դե եթե ամեն ինչ արդեն մանրամասնորեն ներկայացվեց, այս պահին կլինի դադար մեր եթերում, Ալթինե, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ չմոռանանք ամենակարևորի առողջության մասին եւ իհարկե շատ կարեւոր է արտաքին տեսքը, ֆիզիկական վարժություններ, առողջ սնունդ, այս ամենը միասին ստեղծում են մեր առողջ ապրելակերպը։ Եվ նաև մեր տրամադրությունը, առավոտը Hills-ում էջը հիմա կլինի մեր եթերում, որը ձեզ եւս մեկ անգամ կմոտիվացնի, որպեսզի վեր կենաք եւ մարզվեք, իսկ մարզվելու համար իդեալական վայրը Hills սպորտային համալիրն է։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում Hills սպորտային համալիրում ենք։ Այսօր մարզելու ենք մեր ուսագոտու մկանները։ Մարզչի ճիշտ խորհուրդների շնորհիվ կստանանք շատ ճիշտ ու շատ կարևոր արդյունք։ Այսօր կմարզենք մեր դելտա մկանը։ Կոնկրետ այս վարժությունը նախատեսված է ուսագոտի ու առաջնային հատվածի համար։ Ազուկը լրիվ չենք բացելու վերև, փոքր ծալած ենք պայելու եւ չենք մոտեցնելու իրար։ Արմունկները չենք պահում հետ, մի քիչ առաջ։ Ձեռքը լրիվ չենք բարձրացնում, արմունկները պահում ենք փոքր ինչ առաջ։ Շատ լավ է։ Ավայ, երկու հատ էլ, մեկ հատ էլ, ստոպ, դանդաղ։ Լավեց։ Երկրորդ վարժությունը դելտա մկանի հետ կապված կատարում ենք dumbbell lateral raise վարժությունը, նախատեսված դելտա մկանի կողային հատվածների համար։ Նախնական դիրքը մեջքը պահում ենք ուղիղ, ձեռքերը լրիվ բաց չի, փոքր ծալած։ Փորձում ենք բարձրացնենք գանտելները վերև արմունկների օգնությամբ։ Բարձրացնելուց փորձում ենք արմունկը պահենք ավելի բարձր, քան դաստակը։ Իստերը չենք պահում այսպես ներքև, այս դիրքով ամնում ու շատ չենք բարձրացնում, ուսերը չի աշխատելու։ Աշխատում է միայն արմունկը։ Շատ չենք բարձրացնում, ձեռքերը մի քիչ ներքև, արմունկն է բարձրանում վերև, այս է։ Կրկին դելտա մկանի հետ կապված վարժություն, արդեն կրկին առաջնային հատվածի համար, ուրեմն մեր մարմինը պահելու ենք փոքր ինչ առաջ ու չի շարժվելու, շատ առաջ չէ, մի քիչ առաջ ենք պահում, ձեռքը կրկին լրիվ բաց չի լինում, որպեսզի արմունկի հոդի վրա շատ ծանրաբեռնվածություն չընկնի։ Այս է, հանում ենք մոտավոր գլխի մոտ, դանդաղ իջնում է, իջավ միանգամից բարձրանում է երկրորդը։ Բերում ենք մինչև ձեռքս, կորպուսը մի քիչ առաջ, մինչև ձեռքս, շատ լավ։ Դանդաղ իջանք, կպնում է, ֆիքսում ենք, դանդաղ իջանք։ Մյուս վարժությունը butterfly մարզասարքի օգնությամբ կատարենք ուսագոտու հետին հատվածի համար վարժությունը։ Կարևոր սկզբունքներից մեկը կրկին ճիշտ զբաղեցնել նախնական դիրքը։
նստում ենք, մի քիչ որովայնը կպցնում ենք, նստատեղը փոքրին չեք, ձեռքը լրիվ չենք բացում, ծալված է մնում ու ընդհանուր ձեռքերի օգնությամբ տանում ենք հետ։ Արմունկը ներքև չի իջնելու, շատ վերև չի բարձրանալու այս դիրքով։ Ձեռքի դիրքը էս է, էլ չենք նախաբազուկում ընդհանրապես չենք աշխատացնելու, ընդհանուր ձեռքի օգնությամբ։ Ահա, շատ լավ է, 2։ Ուսի մարզումը կեզրափակենք ընդհանուր ուսագոտու հատվածը մարզելով, barbell upright row, Smith մարզացարքի օգնությամբ, վերցնում ենք այստեղից, լայն, բարձրացնում ենք մինչև այստեղ։ Միայն աշխատենք ուսագոտու հատվածին։ Ցանկացած վարժություն պետք է կատարել հետևելով մարզչի խորհուրդներին, կատարել ճիշտ, ինտենսիվ եւ ճիշտ հաճախականությամբ։ Այնպես որ համեցեք Kill Sport-ային համալիր եւ ուժային բոլոր վարժությունները կլինեն ձեր տրամադրության տակ։ Այո, շատ կարևոր է մարզվելը եւ շատ կարևոր է պրոֆեսիոնալ մարզիչի ցուցումները, որովհետեւ սա նույնպես օգնում է մեզ ավելի արագ ու ավելի դյուրին ստանալ այն կազմվածքը, որը իհարկե շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Եվ կարևոր է առավոտյան նաև շատ լավ նախաճաշելը, իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն։ Ադրինե, որ փուլում ես հիմա։ Շնորհակալություն Սոնա ջան, խոսքը ինձ փոխանցելու համար, ասեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը։ Մենք ամենավերջնական փուլում ենք գտնվում, սիրելիներս, այսօր պատրաստել ենք շատ համեղ աղցան, որը բաղկացած է կարմիր լոբուց, եգիպտացորենի հատիկներից, սնկից, կանաչիներից, շալոտ տեսակի սոխից, կարմիր պղպեղից եւ հիմա ժամանակն է ավելացնել համեմունքները եւ իհարկե կիտրոնի հյութը, ինչը շատ ավելի համեղ կդարձնի, թեթև կդարձնի մեր այսօրվա աղցանը։ Ինչպես նշեցի, մենք այսօր համեմունքներից օգտագործելու ենք մի փոքր սխտորի փոշի, խմելի սունելի։ Ահա ես իմ համապատասխան չափաբաժնով լցրել եմ այս ամանի մեջ եւ իհարկե կլցնենք աղցանի վրա։ Այստեղ ավելացնենք աղ։ Սիրելիներս, եթե կարմիր լոբին խաշեք հենց աղով, այսինքն աղաջրի մեջ էլի մի փոքր եռացնեք, ապա աղցանին աղ ավելացնելիս մի փոքր պետք է զգուշ լինել։ Ես իմիջիայլոց չէի ավելացրել աղ, հիմա հենց այս պահին կփորձենք տեսնենք ինչպիսի համ է ստանում այն։ Եվ այստեղ ավելացնենք, ինչպես ասացի, մեր դասական տարբերակ, ուրեմն կարմիր պղպեղ, սև պղպեղ համեմունքները։ Ահա։ Եվ խառնենք, այս բոլորը խառնենք, մինչ այդ իհարկե կիտրոնի հյութը քամենք, ես ձեռքով տրորեմ, որ ավելի հյութեղ եւ հեշտ քամվի մեր կիտրոնը, ահա, իմիջիայլոց կիտրոնը կապահովի թեթևություն այս աղցանին հաստատ եւ դյուրամարս կդարձնի, այնպես որ անպայման կարող եք կիտրոնի հյութը պարտադիր օգտագործել, իսկ եթե ոչ սիրելիներս, եթե ցանկանաք, որ այն լինի ավելի հագեցնող աղցան, ապա խորհուրդ կտամ այս ամբողջի վրա ավելացնել թթվասեր, իսկ այդ հարցում ձեզ կարող է օգնել մեզ եւ ձեզ կարող է օգնել Էլոլա ապրանքանիշը, որը շատ հարուստ տեսականի ունի եւ կատնամթերքի եւ պանիրների, որոնք շատ բազմապիսի տեսակներ են, յուրաքանչյուր ուտեստին հարմար, յուրաքանչյուր ճաշակին հարմար, այդ մեծ զամբյուղից տեսականուց կարող եք որևիցե տարբերակ գտնել։ Նաեւ ասեմ, Էլոլան ունի շատ համեղ հալած յուղ, որը բոլոր տաքուտեսներին շատ հարմար է եւ ունի պսկաթան, որի մասին շատ խոսել եմ, դեռ չի հաջողվել որևիցե բան պատրաստել, բայց անպայման պատրաստելու ենք։
Եվ իհարկե ասեմ, որ մեր հայրենակիցները դրսում Լոս Անջելեսում կարող են հայկական խանութներից ձեռք բերել Էլոլայի բոլոր մթերքները, այնպես որ շտապեք, գնացեք եւ զգացեք բնական կաթի համը։ Ահա այսպես ավելացրեցի նաեւ մեր կիտրոնի հյութը, ավելացնենք բուսայուղ անպայման եւ իհարկե պետք է այն խառնենք։ Մինչև վերջին կաթիլը ես երևի թե կօգտագործեմ այստեղ, դուք կարող եք սիրելիներս նաև ձիթայուղ ավելացնել, եթե ձիթայուղ սիրում եք, կարող եք ձիթայուղով հենց պատրաստել այս աղցանը, ես մի փոքր, այսպես ասած, ձիթայուղով աղցանները այնքան էլ, այսպես ինձ համար ծանրամարս են, ես աշխատում եմ քիչ օգտագործեմ, բայց շատ ավելի օգտակար է, քան պարզապես արևածաղկի ձեթը, այստեղ կարող եք օգտագործել պարզապես հենց եգիպտացորենի յուղ, եթե ձեռքի տակ կա, աղցաններին, այ շատ ավելի համեղ է ստացվում աղցանները հենց եգիպտացորենի յուղով, շատ հավատացնում եմ, եթե փորձեք ինքներդ էլ տարբերությունը կզգաք։ Հիմա այս պահին ընդամենը պետք է այս գեղեցկությունը խառնել։ Եվ իհարկե ասեմ, որ այս ամաններից, որ ես օգտվում եմ, նույն այս գթալները, նույն այս թասիկը, ես օգտվում եմ Տրամոնտինա, բրազիլիական ֆիրմայի հրաշալի այս սպասքից, այս ամանեղենից, որը շատ հարմարավետ է, շատ թեթև է, շատ այսպես օգտակար է խոհանոցում եւ իհարկե այն էկոլոգիապես մաքուր է։ Եվ իհարկե կանանց բոլոր սիրելի բոլոր տարբերակները այդ խանութից կարող եք ձեռք բերել։ Ահա, խառնեցինք, տեսեք որքան գեղեցիկ է, որքան շատ հարմարավետ եւ գեղեցիկ։ Ահա, այսպես սիրելիներս, համարյա մեր աղցանը պատրաստ է, բայց ես պետք է անդրադառնամ նաև, քանի որ աղցանի մեջ օգտագործել ենք մարինացված սունկ, ես պետք է անդրադառնամ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս լայն տեսականուն, որը շատ հարուստ է պահածոների տեսականիով, այնտեղ յուրաքանչյուր համեղ ուտելիք կգտնեք, թե լինի թթուներ, թե լինի կոմպոտներ, թե լինի, չգիտեմ, աղցանների համար նախատեսված մթերքներ, հաստատ այդտեղ կգտնեք, անպայման գնեք եւ փորձեք, չեք փոշմանի։ Իսկ հավելումը կասեմ արևի մասին, Solar Center-ը առաջարկում է արևային համակարգեր, բավականին լավ տարբերակներով, զեղչերով, անպայման, եթե հատկապես ուրեմն որոշեք ապառիկ ձևակերպել, առաջիկա 3 ամիսները ընկերությունը հենց ինքը կվճարի ձեր փոխարեն, այնպես որ կարող եք օգտվել այս մեծ հնարավորությունից, իսկ եթե կապվեք մինչ մեր հաղորդման ավարտը Solar Center-ի հետ, 5% հավելյալ զեղչ կստանաք։ Այսպիսի գեղեցկություն, այսպիսի համեղություն ես հավելելու ինչ ունեմ, միայն կարող եմ ասել մոտակա օրերին, հանգստյան օրերին կարող եք այս աղցանը պատրաստել, որովհետև այն շատ հագեցնող է, շատ համեղ է եւ տոնական տեսք ունի, ինչու ոչ, կարող եք պատրաստել, հրամցնել ընտանիքի անդամներին, վստահ եմ գոհ կմնան։ Իսկ եթե որևիցե հարցեր կունենաք խոհանոցի հետ կապված, որևիցե բաղադրատոմսի հետ կապված, ինձ շատ հանգիստ կարող եք գրել եւ ես անպայման կարձագանքեմ։ Ահա այսպես սիրելիներս, այսպիսին էր այսօրվա իմ առաջարկը, հուսով եմ օգտակար առաջարկ էր, հուսով եմ կփորձեք եւ կարձագանքեք։ Հիմա կլինի դադար, այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ Մարտի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի «Ճանապարհ դեպի կրկես» բազմաժանր ներկայացումը, նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակին։ Ներկայացմանը կմասնակցեն կրկեսի, թատրոնի եւ էստրադայի հայտնի արտիստներ։ Եվ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք միջազգային մրցույթների դափնեկիր Երևանյան կրկես մշակութային կենտրոնի կենթանավար, աճպարար, ռեժիսոր, բեմադրիչ Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանի։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ, դուք։ Մենք շատ լավ ենք, որովհետև խոսելու ենք մի բանի մասին, երևույթի մասին, հա, կրկես երևույթի մասին, որը յուրաքանչյուրիս մանկության ամենակարևոր հատվածն է։ Ցավոք մի քիչ այսօր արդեն
այդքան էլ շատ գույնավոր չի, որտեղ հասանելի չի, բայց կարծում եմ կրկեսը շարունակում է իր գործունեությունը եւ հատկապես այն մեծ ժառանգությունը, որ թողել են վարպետները կրկեսի համար։ Լեոնիդ Ենգիբարյանի 91-ին նվիրված մեծ ու հետաքրքիր բան է արվում։ Ինչ է արվելու։ Մենք նախատեսել ենք ընդհանրապես կրկեսը շուտով գիտեք բացվելու է, ուզում էինք կրկեսում որ նշենք 90-ամյակը, բայց մի փոքրիկ չհասցրեցինք, կոնկրետ հենց մարտի 15-ի իր ծննդյան օրն է, չուզեցինք խախտել, դրա համար մի փոքրիկ հիմա կնշենք վաղը, իսկ արդեն կրկեսի բացմանը էլ ավելի մեծ մասշտաբով կնշվի։ Ինչ է լինելու շատ հետաքրքիր ծրագիր, կրկես հիմնականում հյուրեր են ունենալու բազմաթիվ, ուզում եմ շեշտել, որ 1972 թվականից գործում է Լեոնիդ Ենգիբարյանի դպրոց ստուդիա, որի հիմնադիրն է Սոս Պետրոսյանը։ Այո։ Դե պատկերացրեք ինչքան շատ դերասաններ են ավարտել եւ շրջում ամբողջ աշխարհով մեկ, որոնց մասը գալու է այդ օրը ներկա են գտնվելու եւ լինելու են նաեւ սկսնակ պրոֆեսիոնալ դերասաններ իրենց նոր համարներով, որոնք ավարտել են եւ ներկայանալու են, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու։ Ասեմ կրկես չկա, բայց շատ հետաքրքիր կրկեսային ծրագիր է սպասվում։ Այնպես որ ձեզ էլ եմ հրավիրում։ Սիրով, ես շատ եմ սիրում կրկեսային ներկայացումներ։ Լեոնիդ Ենգիբարյանը շատ քիչ ապրեց, շատ կարճ ապրեց, ընդամենը 37 տարի, բայց հասցրեց մեծ ժառանգություն թողնել մեզ։ Իր ժամանակներից մինչև այսօր շատ են փոխվել կրկեսային համարները, թե ժառանգությունը մենք ամբողջովին վերցրել ենք եւ այսօր եւս ներկայացնում ենք։ Բնականաբար ժառանգությունը վերցնում ենք, միշտ սովորում ենք, ինչ է արել, բայց Լեոնիդ Ենգիբարյանը ինձ թվում է մեկն է եղել, նրան չես կարող գերազանցել եւ իրոք դա հպարտություն է ամենտեղ գտնվելով, երբ նրա անունը տալիս ես, բոլոր իրեն ճանաչում են, տարբեր աշխարհի ծայրն էլ գտնվես ու հպարտես էլ ավելի, որ հայ է։ Այո, նա ապրեց 37 տարեկան, բայց չմոռանանք ինչ մեծ ժառանգություն թողեց։ Նա միայն ծաղրացու չէր, նա դերասան էր, սցենարիստ էր, մնջախաղ էր, ամեն ինչ անում էր, նա մոտավորապես բազմաթիվ կինոներում է խաղացել, իհարկե ամենահայտնին ճանապարհ դեպի կրկեսն է 63 թվականին է նկարահանվել, Հենրիկ Մալյանը, Լևոն Հովհաննիսյանը եւ շատ կինոներում է խաղացել, բայց հիմնական ճանաչում է ունեցել հենց այդ կինոֆիլմով եւ ճանաչված է եւ մենք իդեպ ուզում եմ ասեմ ներկայացումը ամբողջ գնալու է ճանապարհ դեպի կրկես ֆիլմի հիման վրա, այնտեղից վերցնելու ենք իրեն երաժշտությունները, բեմադրությունները, այնպես որ ամբողջովին կապել ենք ճանապարհ դեպի կրկես ֆիլմին։ Եվ նա 36 տարեկան ստացավ ժողովրդական արտիստ Հայաստանի, այսինքն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, շատ ջահել, ամեն ինչ հասցրեց անել, ցավոք ջահել մահացավ, բայց ամեն ինչ հասցրեց, այնպես որ մենք չենք կարող նրան որևէ միտեղ ասել, որ նա թերացել է եւ չի հասցրել, շատ մեծ ժառանգություն ունենք։ Կրկեսը յուրաքանչյուրիս մանկության համար շատ կարևոր դեր է խաղացել։ Ես հիշում եմ, թե ինչ մեծ տոն էր մեր տանը, եթե այդ օրը մեզ պիտի հայրիկը, մայրիկը տանեին կրկեսային ներկայացման։ Շատ կարևոր է, շատ հատուկ առավոտից պատրաստվում են, երեկոյան արդեն գնում ներկայացման եւ հետո նկարներ կար եւ այլն։ Այսօր կրկեսը մի քիչ փոխվել է, որտեղ ավելի շատ վիզուալ էֆեկտների վրա է։ Եթե այն ժամանակ արտիստներն էին առաջին պլանում, գիմնաստները, հա, նրանք աճպարարները, հիմա մի քիչ նաեւ փոխվել է վիզուալ եւ գրաֆիկական էֆեկտներով հագեցած։ Մենք այս հնարավորությունը ունենալու ենք մեր կրկեսում, այսինքն մեր հանդիսատեսը այս ամենը վայելելու է Հայաստանում, թե մենք էլի պիտի գնանք դրսում տեսնենք այս ամենը։ Չէ, բնականաբար, ինչու մի քիչ ձգվեց կրկեսի բացումը, դա կախված էր հենց այդ ձեր ասած ճոխությունների հետ, օրինակ մեր նոր կրկեսում լինելու է 2B։ Այսինքն հանդիսատեսը եկել է նայի ծրագիր եւ մեկ ծրագրի ընթացքում դուք կարող եք ջրային ատրակցիոն տեսնել դելֆինների հետ, հետո որից հետո մի անգամից առյուծների հետ, ցավոք սրտի առյուծ ասեցի եւ մոռացա, որ կենթանավարժությունը ցավոք արգելվել է, կներեք, իհարկե առյուծներ չենք տեսնի, ուրիշ համարներ կտեսնենք, բայց մի քանի համարներ մի անգամից հնարավորություն են տալու մի քան բեմը փոփոխվելու է, մի ներկայացման ժամանակ մի քանի բան ենք տեսնելու, սառույց, ջուր, նորմալ արենա, այնպես որ ճոխությունների մասին չեմ ուզում խոսել, լինելու է ստանդարտներով ամենավերջին
ստանդարտներով լավագույն կրկեսը։ Չէ՞ որ 15 հանրապետությունում կրկեսային շենքեր կան։ Եվրոպան արտասահմանը շենք չունի կրկեսային։ Նախկին մեր 15 հանրապետությունները սովետական, մենք այսօրվա դրությամբ բոլորին գերազանցում ենք տասնապատիկ առաջ են գնում, այսինքն լինելու է ամենալավագույն կրկեսը։ Դրա վրա աշխատել են տարբեր մասնագետներ եւ նախկինում 1600 տեղեր, հիմա 2500 տեղ, նախկինում 18 մետր էր բարձրությունը, հիմա 25 մետր, արդեն շեշտեցի բեմի փոփոխությունները եւ այլ ճոխությունները եւ այնպես որ համբերությամբ լսվեք, ուշ եղավ, մի փոքրիկ բոլորս իհարկե տուժեցինք, բայց ուշ եղավ։ Կոնկրետ ամիս չեմ ուզում շեշտել, չեմ սիրում, պարոն Պետրոսյանը իմ հայրը սիրում է շեշտել, ես չեմ ասի, բայց շուտով քիչ մնաց։ Այս տարի գոնե հույս ունենք, որ այս տարի հաստատ կբացվի։ Տոնը կրկեսային կվայելեն։ Շատ լավ, իսկ տարին, երբ որ արդեն սկսվի, հա, կրկեսի շենքում հենց կրկեսային արդեն նախապատրաստված է ներկայացումները, կրկեսային ծրագրերը, արդեն ծրագիրը համապատասխան հենց այդ բեմին եւ բացման հետ կապված ծրագիրը արդեն 2 տարի է գնում է փորձերը։ Լինելու են բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ, չեմ ուզում բացահայտեմ, իրոք շատ մեծ մասշտաբով բացում ենք ունենալու, այնպես որ շատ շուտով միգուցե եւ այդ թեմայով մի օր յուր գամ եւ ավելի բովանդակարից խոսենք հենց այդ թեմայի մասին։ Մենք շքեղ բացմանը իհարկե կսպասենք անպայման, բայց հետաքրքիր է կլինեն հրավիրված մարդիկ դրսից կամ մերոնք շատ կգնան կրկեսի շենքի բացման հետ պայմանավորված, այսինքն կտա դա հնարավորություններ, որպեսզի այնտեղ ծնվեն համարներ, որոնք ավելի շատ կարող են դրսի հանդիսատեսին ներկայացնել։ Դե բացմանը նախատեսում է ամբողջովին դրսի համարներ, որից հետո նոր ուզում ենք երկրորդ արդեն ծրագիրը նախատեսված է մեր հայ կրկեսի լավագույն դերասանները, որոնք սփռված են ամբողջ աշխարհով եւ ամեն օր զանգահարում են պարոն Պետրոսյան, Նաիրա, երբ է բացումը, այսինքն մենք շատ հսկայական լավ համարներ ունենք հենց հայ դերասանական կազմի մասին է, բայց նախատեսված է բացումը արտասահմանյան եւ Ռուսաստանի եւ արտասահմանյան ծրագրեր պետք է լինի, բայց երկրորդը արդեն մենք ուզում ենք այդպես հայկական ստիլի հրավիրենք բոլոր հայերին, միացնենք եւ մի հետաքրքիր բան ստանանք։ Վերադառնանք վաղվա միջոցառմանը եւ ուզում եմ հասկանամ ովքեր են լինելու հանդիսատեսը։ Երեխաները, մեծերը։ Հանդիսատեսը դե ինչպես գիտեք երեխաներն են եւ ունենք հրավիրված հյուրեր, լինելու է շատ հետաքրքիր, հագեցած ծրագիր է լինելու, մոտավորապես 2 ժամ, մենք միայն նայելու ենք Լեոնիդ Ենգիբարյանի, հենց իհարկե լրիվ կրկնօրինակել նրան հնարավոր չէ, բայց մենք աշխատել ենք նմանեցնել համարները, ստեղծել նրա հայտնի համարներ, օրինակ նա ունի հայտնի համար մեդալների հետ կապված, կատուշկաների վրա, դա շատ սիրված համար էր, նախկինում բոլորս գիտենք Բրեժնևը, երբ ինչ-որ մի հանդիսություն է լինում, նա անպայման հրավիրում էր Լեոնիդ Ենգիբարյանին, որպեսզի նա անպայման անի մեդալներով համարը։ Լինելու են հետաքրքիր մնջախաղից երգչուհիներ, որոնք հենց կատարել են Օրբելյանի հայտնի երգերը, Ճանապարհ եւ Հավատում ես երգերը լինելու, պարային խմբեր, որոնք ինչ-որ ձևով պետք է հագեցնենք, նմանեցնենք, մի հետաքրքիր ինչ-որ ոճի մեջ լավ ստանալու ենք։ Իհարկե շատերը ասում են, բա որ կրկեսում չի, ո՞նց է լինելու։ Ես ուզում եմ բոլորին հասկացնել, սիրելի հանդիսատես, հեռուստադիտող, կրկեսը կլոր է միայն կենդանիների համար։ Մնացած բոլոր համարներին անհրաժեշտ չի կրկեսային արենան։ Կրկեսը միայն կլոր է ձիերի համար, այսպես։ 13-ը 13-ի վրա։ Շատերը գիտեն կլոր է բոլոր համարները չի լինի բեմը։ Պարոնյանի դալիճ ավելի մեծ հսկայական հնարավորություն է տալի, որովհետև շատ մեծ է եւ հնարավոր է ամեն ինչ անել։ Իսկ կոնկրետ ես միշտ օգտվելով առիթից նորից եմ ուզում ասել, որ կլորությունը դա միայն նախատեսված է ձիերի համար։ Մնացած բոլոր համարները կարող են նաև լինել թատրոնում, իհարկե ոչ վայրի կենդանիների մասին է։ Խոսքը չնայած դու գիտեք էստրադայում ինչքան արջեր են աշխատում եւ կապիկներ եւ այլ։ Բայց այդ հնարավորությունը իհարկե մեր Հայաստանի կրկեսը չի ունենալու, քանի որ վայրի կենդանիները մեզ մոտ արդեն արգելված են։
Եվ քանի որ մեր հեռուստատիտողները շատ նրբանկատ եւ հետաքրքրասեր են, վստահ եմ իրենց կհետաքրքրի երեխաներին ինչպես տանել այս աշխարհ, եթե իրենք ուզում են մեծանալ եւ դառնալ կրկեսի մարդիկ։ Քանի տարեկանից կարելի է ընդունելություն, երբ պետք է հետևողական լինել, զբաղվել, որպեսզի նոր սերնդին Ես ինչպես ասացի, 1972 թվականից գործում է պրոֆեսիոնալ կրկեսային դպրոց ստուդիա, որի հիմնադիրն է Սոս Պետրոսյանը, մեր կրկեսի գեղարվեստական տնօրենը։ Եվ միջև առ այսօր ստուդիան գործում է։ Երեխաները սովորում են անվճար, պրոֆեսիոնալ։ Մեր հիմքը, կրկեսի հիմքը, դա գիմնաստիկան է, այսինքն եթե երեխան գալիս է 4 տարեկանից մեզ մոտ, սկիզբը ինչպես սպորտում, գիմնաստիկա, ակրոբատիկա, որից հետո արդեն մենք տեսում ենք երեխայի մոտ ինչն է զարգացած, արդեն դրա վրա հիմնում են կրկեսային մի գեղեցիկ համար։ Այդ է։ Այնպես որ եթե սիրում են կրկես, ուզում են դառնան կրկեսի դերասան, խնդրեմ, մեզ գտնելը շատ հեշտ է, մենք ամենտեղ կարող են մեզ շատ շուտ գտնել եւ գալ անվճար սովորել պրոֆեսիոնալ մարզիչներ եւ դասատուներ, դասախոսներ, հենց ինքը անձամբ Սոս Պետրոսյանի ղեկավարությամբ նա անպայման ամեն ինչը ստուգում է, առանց նրա տեսնելու ոչ մի բան չի կատարում, որովհետեւ մեր հիմնական բոլոր համարները, ինչ որ մի համար ստեղծելու համար մոտավորապես 7-8 տարի է հարկավոր, շատ բարդ է, բոլորին թվում է, թե ամեն ծրագիր գալ նայելուց պետք է ինչ-որ մի նոր բան տեսնել, բայց հիմքը, մենք երբ որ ունենք հիմքը համարի, դա ստեղծում է 7-8 տարում, մենք փորձում ենք համարը իհարկե փոփոխել, բայց տրյուկները նույնն է մնում, որովհետև չես կարող դա մի օրում փոխել կամ մեկ ամսում փոխել։ Իսկ վնասվածքների մասին եւս այդպես կարճ հարց, որովհետեւ դա վախեցնող է ինչ-որ միտեղ, որովհետեւ այս ամբողջ ընթացքը ոչ բարեբախտաբար, բայց նաև կարող են վնասվածքներով, չէ՞։ Դա ամեն ինչ լինում է, վնասվածքներ է լինում եւ բուժվում ենք, բայց այդպեսի մի մեծ ինչ որ տենց չեմ կարող հիշել ինչ որ տենց մեծ մի լուրջ բան չեմ իմ պրակտիկայում չի եղել եւ շարունակում են նույն կերպ աշխատել թու իմ պրակտիկայում չի եղել միգուցե նախկինում ա եղել ես չեմ հիշում դե կարևորը որ գեղեցիկ ու հրաշալի բաներ ներկայացումներ ծնվեն ու ներկայացվեն ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Պուր կարբո կարմիր չոր գինին որպեսզի յուրաքանչյուր հաղթանակ արդեն նշվի հենց կարմիր գինով եւ տա այդ հնարավորությունը գրանցելու հաղթանակները մենք կոլեկտիվով կբացենք եւ Լեոնիդ Գենգիբարյան 90-ամյակը կնշանակենք եւ ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական ընկերության կողմից ներկայացվող խոհանոցային պարագաներ, որոնք կթեթևացնեն ձեր հոգս խոհանոցում որոշ չափով։ Շատ շնորհակալ եմ։ Եվ նաև արև բացիկներ, որոնք նախատեսված են սիրելի ու հարազատ մարդկանց նվիրելու եւ քանի որ շարունակում է մեկ ամսյակը, ուզում եմ ձեզ նվիրել Շիրազի տողերը, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա մեծերու անգին։ Սա ձեզ այս տոների կապակցությամբ եւ մաղթել ձեզ միայն ու միայն հաջողություններ։ Եվ Սոնա, քանի որ վաղը արդեն նշվելու է հենց հրաշալի այո արտիստի Ես ուզում եմ մեր հյուրին հրաժեշտ տալ հենց այս տողերով, որը ներկայացում է իմ համար ամենաշատ ու հետաքրքիր գրքի մեջ, հա, որը տողերն են Գենգիբարյանի։ Իզուր հենց այնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետև դա շատ վտանգավոր է, հանկարծ ու նա Մոցարտն է եւ իհարկե ավարտվում է հետեւյալ տողերով. մի նեղացեք մարդուն, պետք չի, իրար լավ նայեք մարդիկ։ Սա շատ կարևոր է, եթե այս տողերի գիտակցումը յուրաքանչյուրս կարողանանք ընկալել յուրաքանչյուր օր։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի ողջույն, սիրելի հեռուստադիտողներ ջան, այսօր առաջարկել եմ շատ համեղ աղցան, գունեղ աղցան, վիտամիններով հարուստ։ Այստեղ կա կարմիր լոբի պրոտեին, դա նշանակում է այստեղ պրոտեինը շատ գերակշռող է։ Կա եգիպտացորենի հատիկներ, սունկ, կարմիր պղպեղ, կանաչեղեն, սող, կիտրոնի հյութով համեմված, բազմապիսի համեմունքներով համեմված։ Դուք էլ փորձեք, ես վստահ եմ շատ կհավանեք այն։ Եվ հիմա իհարկե մատուցման պահն է եկել, ես փորձեմ այն գեղեցիկ, այս գեղեցիկ ամանների մեջ, սպասքի մեջ մատուցել։ Իհարկե սպասքը, ինչպես նշեցի, տրամադրում է մեզ Տրամոնտինա բրազիլական ուրեմն բրենդը, շատ գեղեցիկ ամաններ եւ մնացած բաղադրիչները, ինչով որ պատրաստեցինք մեր այսօրվա աղցանը, մեզ տրամադրում են մեր մյուս գործընկերները։
ահա այսքան համեղ, այսքան գունեղ եւ օգտակար։ Կողքին կարող եք բազմապիսի, ուրեմն շատ համեղ խորտիկներ մատուցել, խավարդ մատուցել, կամ կարող եք Էլոլ ապրանքանիշի պանրի տեսականից որևիցե պանիր կողքին մատուցել։ Մի խոսքով, լավ եղեք, առողջ եղեք, ամենակարևորը ձեզ հետևեք, ձեր սննդակարգին հետևեք, չմոռանաք նախաճաշի մասին եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ։ Ես ձեզ շատ եմ սիրում, խոսքս փոխանցեմ գործընկերներիս, կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, միանշանակ այս համեղ աղցանը այսօր մենք միասին փորձելու ենք արդեն եթերից հետո։ Եվ շատ գեղեցիկ։ Այո, եւ շատ գեղեցիկ, իսկ այն պիտի համեմենք պարտադիր կոմպոտներով, գինիով, որը ներկայացնում է Ջվանի գինու գործարանը, ներկայացնելով իր լայն տեսականին, որը հաճելի ինտերակցիություն է երեկոյան արդեն ընկերների եւ ընտանեկան շրջապատում։ Եվ գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Լուիս արև եւ ջերմություն, այս ամենը Solar Center-ում է եւ Solar Center-ը սիրով նվիրում է բոլորին, տեղադրելով արևային համակարգեր 8106 կարճամարին, զանգահարեք, ունեցեք այդ հրաշալի համակարգը եւ ջերմացեք ու լուսավորեք ձեր ընտանիքը։ Իդեպ ասեմ, որ յուրաքանչյուր օր գործում է հետաքրքիր ակցիա, այնպես որ տեղեկացեք այս ամենը 8106 համարով։ Իսկ Tramontina բրազիլական բրենդը, որը վաղուց հայտնի է ամբողջ աշխարհում, հասանելի է նաև հայ սպառողի համար եւ առանձնանում է իր բարձր որակով։ Tramontina բրենդի ապրանքատեսականին շատ հարմարավետ եւ հաճելի է դարձնում խոհանոցային հոգսը, այնպես որ այցելեք լավագույն սուպերմարկետներ եւ ձեռք բերեք Tramontina-ի հրաշալի ապրանքատեսականին։ Մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա մեծերու անգին Շիրազի խոսքերն են այստեղ, իսկ քանի որ շարունակվում է մեկամսյակը կանանց նվիրված յուրաքանչյուր օր տոն է եւ պետք է ծաղիկներ նվիրել եւ նվերներ կամ պարզապես սրտի խոսքն ասել։ Այս խոսքերը արևբացիկներում են, որոնք կարող եք հարցնել Kaiser սուպերմարկետում եւ բոլոր քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ չմոռանանք Beauty by Ջուլիակյանը, որտեղ բարբերները իրենց վարպետությամբ կգեղեցկացնեն յուրաքանչյուր տղամարդու։ Չմոռանանք այս ամենը ներկայացնում են Հարութ Ջուլիակյանը, Նարեն եւ իրենց հրաշալի ու մեծ թիմը։ Իսկ ոճային եւ տարբերվող կարելի է լինել Դաֆնի խանութսրահի հետ միասին։ Երկու հասցե ունի այս խանութսրահը՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Երկու խանութսրահներում էլ ներկայացված է ամբողջ նոր տեսականին։ Այցելեք եւ ընդգծեք ձեր առանձնահատկությունը եւ ոճը Դաֆնի հետ միասին։ Իդեպ այնտեղ յուրաքանչյուր այցելուին շատ յուրահատուկ մոտեցում են ցույց տալիս։ Ընդգծեք ձեր յուրաքանչյուր առավոտը մեզ հետ միասին։ Այս առավոտ էլ ստացվեց այն, ինչ ստացվեց, իսկ ստացվեց հաստատ ավելի հետաքրքիր։ Շնորհակալություն։ Ուրբաթ է եւ ուրբաթը պետք է հրաշալի անցկացնել, այնպես որ ավարտին հասցրեք ձեր բոլոր գործերը եւ ունեցեք հրաշալի երեկո ձեր ընկերների հետ միասին։ Չմոռանանք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։